Երբ վերջապես ավարտվելու պատերազմը Ուկրաինայում, հիմա խոսում են, որ Թրամփը նոր դեդլայն ա տվել խաղաղություն հաստատելու համար, եթե նախկինում դա նոյեմբերի 29-ին էր, Thanksgiving-ի օրը, հիմա խոսում են, որ դեկտեմբերի 25-ն է, բայց ցանկացած մարդ, ով որ հետևում է իրադարձություններին, հասկանում է, որ 15 օրում հասնել ինչ-որ պայմանավորվածության ուղղակի հնարավոր չի։ Բայց ինչի հնարավոր չի, եկեք պատմեմ, թե ինչա տեղի ունեցել այս մի շաբաթվա ընթացքում։ Նախ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները որևէ հստակ արդյունք դեռ չեն տվել։ Զելենսկին երկուշաբթի օրը Լոնդոնում հանդիպել էր Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի լիդերների հետ, այնուհետև թռել էր Բրյուսել, որտեղ որ հանդիպումներ ունեցել ԵՄ լիդերների հետ։ Եվ երեք լրագրողների հետ զրույցում Զելենսկին ասել էր, որ իր իշխանությունը կարճած չի աթոռին եւ պատրաստ է Ուկրաինայում անցկացնել հերթական ընտրությունները, բայց հիմնական հարցը կապված է անվտանգության հետ, եթե ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն Ուկրաինայի հետ միասին կարողանան ապահովել անվտանգությունը ընտրությունների օրը, ապա Ուկրաինայում հնարավոր կլինի անցկացնել ընտրություններ մոտակա 2-3 ամսվա ընթացքում։ Սրանով Զելենսկին պատասխանել էր Թրամփի քննադատությանը, որ Ուկրաինան այլևս ժողովրդավարական չի, որովհետեւ ընտրություններ վաղուց չեն անցկացվել։ Զելենսկին նաեւ պատմել է, թե ինչ են քննարկել ԱՄՆ-ի հետ, ըստ նրա քննարկում են հիմնականում 3 փաստաթուղթ, առաջինը դա 20 կետից բաղկացած հիմնական փաստաթուղթն է, երկրորդ փաստաթուղթը վերաբերվում է Ուկրաինային անվտանգային երաշխիքներ տրամադրելուն եւ երրորդը վերաբերվում է Ուկրաինայի վերակառուցմանը եւ տնտեսական զարգացմանը։ Միևնույն ժամանակ պաշտոնական Կիևը անուղղակիորեն ասում է, որ պատրաստ է էներգետիկ հրադադար կնքել ռուսական կողմի հետ, եթե ռուսական կողմը դրա ցանկությունը ունենա, ինչպես գիտեք, Ռուսաստանը թիրախավորում է Ուկրաինայի էներգետիկ ինֆրաստրուկտուրան։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հիմնական անհամաձայնությունը վերաբերվում է տարածքներին։ Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինան պիտի հրաժարվի Լուգանսկից եւ Դոնեցկից, բայց Ուկրաինան եւ ԵՄ-ն պնդում են, որ պիտի պայմանավորվեն ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, այսինքն Ուկրաինան նշում է, որ պատրաստ չի Ռուսաստանին տրամադրել այն տարածքները, որոնք Ռուսաստանը չի գրավել։ Իսկ ԵՄ-ն հիմա շատ ակտիվ փորձում է փակել Ուկրաինայի հաջորդ 2 տարվա ռազմական ծախսերը, խոսքը գնում է մոտավորապես 90 միլիարդ եվրոյի մասին։ ԵՄ-ն խոսք է տվել Ուկրաինային այսքան գումար տրամադրել, բայց փորձում են այս գումարները տրամադրել ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների հաշվին։ Այս ակտիվների մեծ մասը Բրյուսելում է պահվում, Բելգիայում եւ Բելգիայի իշխանությունները դեմ են սրան դեմ է նաեւ Վենգրիան։ Բայց չնայած սրան ԵՄ-ի բյուրոկրատները կարծես թե գտել են ճանապարհ, որով որ հնարավոր է շրջանցել եւ Վենգրիայի վետոն հնարավոր եւ Բելգիայի անհամաձայնությունը շուտով հավաքվելու են եւ քվեարկեն այս հարցով։ Նշեմ, որ նման բան տեղի չի ունեցել երբեք, նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի ակտիվները ոչ ոք չի սառեցրել եւ չի օգտագործել, եւ սա աննախադեպ որոշում կլինի ԵՄ-ի կողմից, սրան բնականաբար շատերը դեմ են։ Բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, ես կշարունակեմ հետևել զարգացումներին։